But unfortunately, not all the European institutions demonstrate the same approach. Նախագահ Իլհամ Ալիևը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում քննադատել է Եվրոպական խորհրդարանը։ Նա նշել է, որ ոչ բոլոր եվրոպական ինստիտուտներն են ցուցաբերում նույն մոտեցումը, ինչ Եվրոպական հանձնաժողովը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու հարցում։ Նախագահի խոսքով այդպիսի կառույցներից են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրոպական խորհրդարանը։ Խոսելով Եվրոպական խորհրդարանի մասին Ալիևը նշել է, որ այդ կառույցը խաղաղ գործընթացին աջակցելու փոխարեն զբաղվում է դրա խաթարմամբ։ Նրա խոսքով 2021 թվականի մայիսից, այսինքն երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից 6 ամիս անց, մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրոպական խորհրդարանը ընդունել է 14 բանաձև, որոնք ըստ նրա պարունակում են վիրավորական եւ ոչ հավաստի տեղեկություններ Ադրբեջանի վերաբերյալ, իսկ վերջինը ընդունվել է գագաթնաժողովից քիչ առաջ։ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին դարձնում է թիրախ, տարածելով զրպարտություն եւ սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, վերջ է դրել անջատողականությանը եւ պատասխանատվությանը ենթարկել ռազմական հանցագործներին։ Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են հավատարիմ մնալ խաղաղ օրակարգին, չնայած որոշ ուժերի փորձերին խոչընդոտել խաղաղ գործընթացը, նշել է Ալիևը։